Անհավասար պայմաններում չէ, որովհետև դուք խոսում եք նաև, որ փորձում են աշխարհաքաղաքական դերակատարների միջև նաև ընտրության վերածել եւ վերջերս Հայաստանում տեղ ունեցած գագաթնաժողովն անհավասար պայմաններում չի արդեն իսկ, հա։ Տեսեք, եթե խոսքը գնում է, եթե դուք խոսում եք այսօրվա իշխանությունների մասին եւ նրանց հետ համեմատությամբ, նրանք այո, իհարկե, ի սկզբանե նախ նրանք ամեն ինչի Մակրոնը զբաղված է Փաշինյանի Տեսեք, եթե մենք խոսում ենք գագաթնաժողովի մասին, դա բոլորովին այլ հարց է, այն իմաստով, որ այո, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ այդ գագաթնաժողովը դառնա իր նախընտրական քարոզչության գործիք, բայց մենք պետք է հասկանանք, ինչ տվեց մեր երկրին այդ գագաթնաժողովը, եւ մենք ամբողջը այսպես ստուգելով նաև բացատրել ենք, թե իրականում ինչ օգուտ պետք է ստանար մեր երկիրը, բայց արդյունքում մեր երկիրը սկսած վիզաների ազատականացումից, անվտանգության համակարգից, առևտրի կանոններից, ներդրումներից, կոնկրետ ծրագրերից, որը մենք մեր երկիրը արդյունքում այդ գագաթնաժողովի փաստաթղթերով չունեցավ, սա ինչ է նշանակում, որ մենք օրինակ պետք է հասկանանք, որ մենք ունենք իշխանություն, որը մեր ազգային շահերը այդ բարձր միջոցառումների ժամանակ առաջ չի տանում ուղղակի, այսինքն խոսքը ոչ թե նրա մասին է, որ մենք թե մեղադրենք օրինակ ուրիշներին, եվրոպացիներին եւ այլն, այլ մենք ունենանք իշխանություն, որ ազգային շահերը առաջ տանի, օրինակ վերցնենք մեր սահմանների օկուպացիան, այդ հարցերը, գերիների ազատ արձակման հարցեր, նույն առևտրի, ներդրումների հարցեր, դրանք ինչպես տեսնում ենք, որ պարզապես կորած են, օրակարգերից չկան եւ մեր համար էլ կոնկրետ ծրագրերով սահմանված չեն։ Սա է եւ մենք մեր խնդիրն է, որպեսզի այն ծրագրերը, որ ներկայացնում ենք եւ համոզված ենք, որ միայն այդպես այդ օրակարգը, որ կարող է մեր երկիրը առաջ տանել եւ լուծել խնդիրները, որ կան։ Նաև խաղաղության հետ կապված մանիպուլյացիաները, քաղաքացիներից սկսած դեր կանոներ խաղաղությանը, բայց խոսում այն մասին, որ այլևս ցանկացած պահանջ կատարվում է եւ այլն, այսպիսի խաղաղությունը որքանով կարող է երկարատև լինել, որքանով կարող է կայուն եւ նաեւ արժանապատիվ լինել։ Մեր երկրում որևէ մեկը չի խոսում նրա մասին, որ մեզ պատերազմ է պետք։ Ոչ մեկ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքացի, սա իշխանության հնարածն է եւ իրականում այն իշխանությունը նորից էլի թակարդ է ստեղծել, թե ով ավելի շատ է իբր խոսա խաղաղության մասին, նա էլ կհաղթի։ Իրականում այդպես չէ, այսպես իշխանությունը փորձում է թաքցնել, քողարկել այն հարցը, թե ինչու են նրանք ձախողել մեր երկրի անվտանգության համակարգը այն աստիճան, որ հիմա մեզ սպառնում են պատերազմով եւ հələ մի հատ էլ պահանջներ ներկայացնում, այս իշխանությունը ոչ միայն турք է տալիս, այլ ասում է անպայման պետք է անենք, որովհետեւ պատերազմ կլինի։ Հարց է առաջանում, դու այդ դեպքում որտեղ ենք մենք տեսել երկրի ղեկավար, որ անվտանգության համակարգը այն աստիճան չի կարողացել զարգացնել, ընդհանրապես չի կարողացել, որ ոչ միայն չկարողանա որևէ մեկը սպառնա պատերազմով, այլ ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Բայց եթե այդ քանի կոպեկ արժի արդեն տենց մարդու ղեկավար լինելը, որ ընդամենը զբաղված է շանտաժով, մեր ժողովրդին շանտաժի ենթարկելով, ինչա թե նրա համար, որ ձախողել է ամբողջությամբ անվտանգության համակարգը մեր երկրում։ Իսկ ինչու հենց դուք արդարության մասն եք խոսում, որտեղ արդարադատությունը գալիս է, բայց ինչու ձեզ պիտի ընտրեն այն քաղաքացիները, ովքեր ավելի շատ հավատում են օրինակ սոցիալական խոստումներին, ուզում են աշխատատեղեր բացվեն, մարդիկ կան այդ նաև գումարային գայթակղություններին ըստ էության չեն, այս առումով որքանով է ձեր ասածը իրենց համար շոշափելի, հա, որովհետև ես ասացի մասնակիցների թիվը բավականին մեծ է, ամենատարբեր խոստումներն են հնչում, այս դեպքում ինչու հենց ձեզ պիտի ընտրեն եւ որքանով է ձեր ասած արդարությունը շոշափելի են մարդկանց համար, ովքեր չեն կարևորում կամ չեն նկատում, չեն տեսնում իրենց կողքը ինչ է կատարվում։ Արդարությունը հենց այդ մասին է, որ մարդը լավ ապրի մեր երկրում, լինի ստանա կրթություն, ունենա աշխատանք եւ ապրի ապահով երկրում, ապահով ապագա ունենա։ Արդարությունը հենց այս մասին է։ Հիմա սոցիալական հարցերի տեսանկյունից արդարությունը նաև սոցիալական խնդիրների մասին է, աշխատանք ունենալու։ Տեսեք, մենք եկել ենք Իջևան, որ քաղաքը որ գնանք, առաջին հարցը մարդը որ բարձրացնում է կամ գյուղերը մեր աշխատատեղի հարցն է։ Այսօր մարդիկ ինչ են անում, արդյոք արդարության արդյունք է, որ մարդը չգիտի ինչ անից աշխատանքով գումար վաստակի իր ընտանիքի արժանապատիվ
կյանքը կարողանա հոգավոր թողնում եւ գնում է օրինակ Ռուսաստան, արտագնա աշխատանքի, ինչից է դա գալիս։ Դա արդյոք արդարություն է նշանակում։ Ոչ իհարկե, մենք ունենք այսքան կարողություններ ունեցող մարդիկ, հզոր, որ կարող են մեր երկրում նույնը վաստակել, ընտանիքը պահել եւ ինչ չեն կարողանում, որովհետեւ չկա այդ հնարավորությունները։ Կամ օրինակ ասենք նույնը վերաբերում է հարկման քաղաքականությանը։ Մենք պարոն Անանյանը խոսի, ես ընդհանրապես ասեմ, որ օրինակ արդար հարկային համակարգը հենց դրա համար է, որ շատ եկամուտ ունեցողը վճարի շատ, իսկ քիչ եկամուտ ունեցողը քիչ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։